Այսօր սիրված եւ ճանաչված երգիչ Էրիկ Կարապետյանի դստեր՝ Սալոմեի ծննդյան օրն է։ Փոքրիկը դարձավ 2 տարեկան։ Ծնողները նախ ինստահարթակում կիսվել են գեղեցիկ տեսանյութով, ապա հրապարակել տոնի նուրբ ու գեղեցիկ դետալներ՝ տորտ, փուչիկներ, հրավիրատոմսեր եւ անսահման սեր։ Star News-ը շնորհավորում է փոքրիկ արքայադստրիկին այս կարևոր օրվա կապակցությամբ եւ մաղթում ամենալուսավորն ու դրականը։ Առաջարկում ենք դիտել տոնական օրվանից գեղեցիկ կադրեր առանց մեկնաբանության։ Նշենք, որ 2024 թվականին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել էր երգիչ Էրիկ Կարապետյանի առաջին մեծ մենահամերգը, որին երգիչը պատրաստվել էր շուրջ 1 տարի։ Համերգի տոմսերը սպառված էին մենահամերգից օրեր առաջ, եւ 10,000 հանդիսատես վայելեց 3 ժամ տևողությամբ համերգը։ TRT-ը ներկա էր գտնվել երգչի մենահամերգին, զրուցել նրա հետ եւ ներկայացրել միջոցառման բացառիկ մանրամասներն ու լուսանկարները։ Համերգի հաղորդավարը Արսեն Գրիգորյանն էր, ով ողջունեց հանդիսատեսին, մաղթելով բարձր տրամադրություն։ Համերգը մեկնարկել էր «Միլիոն ու մեկ» երգով, որից հետո Էրիկը ողջունել էր հանդիսատեսին եւ շնորհակալություն հայտնել սահմանին կանգնած հայ զինվորին։ Երգիչը ծնկի է իջել հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։ Հանդիսատեսը հոտնկայս եւ 1 րոպե լռությամբ նույնպես հարգել է նրանց հիշատակը։ Այսօր հենց հայ զինվորի շնորհիվ է, որ մենք այստեղ կանգնած ենք, որ ես կարողանում եմ երգել ձեր առաջ, ելույթ ունենալ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել հենց նրանց, ասել էր Էրիկ Կարապետյանը։ Համերգի ընթացքում հնչել են երգչի մի շարք երգեր, որոնք նա կապում է տարբեր շրջանների հետ։ Նա նշել է, որ իր գրեթե բոլոր երգերը սիրո մասին են։
Միևնույն ժամանակ ընդգծելով, որ համերգի օրը երգելու է սիրելիի Սվետլանա Իշխանյանի և իրենց դստեր Սալոմեի համար, որոնք ևս դահլիճում էին։ Ի դեպ, երգչի առաջնեկն առաջին անգամ էր մասնակցում հայրիկի համերգին, վայելելով հանդիսատեսի ծափահարությունները, որոնք նաև իրեն էին նվիրված։ Նշենք նաև, որ մենահամերգին ներկա էին արտիստի ծնողները։ Էրիկ Կարապետյանը նաև անակնկալ զուգերգ էր պատրաստել հանդիսատեսի համար և մինչ ելույթը հարցրեց՝ արդյոք հանդիսատեսը պատրաստ է, ճակերտավոր ասած, շարժել համալիրը, որից հետո բեմ բարձրացավ վրացի երգիչ Դաթոն։ Նրանք կատարեցին «Շարժիր» զուգերգը, որը յութուբյան հարթակում գերազանցել է շուրջ 1 միլիոն դիտումը։ Մենահամերգի ընթացքում եղել են երգեր, որոնք հանդիսատեսի խնդրանքով երգիչը կատարել է մի քանի անգամ և առանց նվագակցության, քանի որ կենդանի նվագակցությունը ապահովում էր հենց հանդիսատեսը։ Մենահամերգն ավարտել է «Իմ աշխարհ եկ» երգով, որը երգիչը կատարել է մի քանի անգամ։ Նա բեմը լքել է երախտիկի խոսքերով՝ ուղղված նախ հավատարիմ հանդիսատեսին, ինչպես նաև համերգի կազմակերպիչներին։ Երբ եկա Թբիլիսիից, միայնակ էի, իսկ հիմա մամ, պապ, տեսեք, մենակ չեմ, եզրափակեց երգիչը։ Համերգի ավարտին մի շարք հայտնիներ ետնաբեմում շնորհավորել են երգչին կայացած մենահամերգի կապակցությամբ։ Թերթ.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է իր տպավորությունների մասին, մասնավորապես նշելով. «Նման մասշտաբներով մենահամերգը մեծ պատիվ է արտիստի համար և ես տևական ժամանակ է ինչ գնում էի այս մենահամերգին և 1 տարի շարունակ ողջ ռեսուրսը ներդրել ենք, որպեսզի նման որակ ստանանք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ յուրաքանչյուրին, որ այսօր իմ կողքին էին, քանի որ 10,000 հանդիսատես ինձ հետ երգեց։ Ուրախացավ և հուզվեց։ Անփոխարինելի են առաջին վայրկյանները, երբ հայտնվեցի բեմում և իմ առաջ տեսա լեփ-լեցուն դահլիճ և կարծում եմ, որ ցանկացած երգչի համար սա երազանք է»։ Խոսելով իր անցած ճանապարհի մասին, Էրիկ Կարապետյանը հավելեց, որ տարիներ շարունակ հավատարիմ է մնացել իր ձեռագրին և հանդիսատեսին և հետագայում էլ պատրաստվում է նույն կերպ շարունակել։ Երբ 12 տարեկան էի և առաջին անգամ Թբիլիսիից եկա Հայաստան, ես այստեղ մենակ էի, չունենալով ընկերներ, կապեր։ Փորձում էի ամեն կերպ կայանալ այստեղ և անգամ չէի կարող պատկերացնել, որ տարիներ անց նման հանդիսատես կունենամ։ Ես ունեմ շատ լավ ընկերներ և առհասարակ այս հանդիսատեսը հենց իմն է, հենց իմ ընկերներն են, այսօր հասկացա, մենակ չեմ, իմ հայրենիքում եմ, իմ երկրում, որտեղ ինձ սիրում են, լսում են, ճանաչում են և հարգում։ Ես չեմ ծնվել Հայաստանում, ծնողներս, տատիկս և պապիկս նույնպես չեն ծնվել այստեղ, բայց ուրախ եմ, որ դուստրս՝ Սալոմեն ծնվել է Հայաստանում, եզրափակեց երգիչը։